Մեր Ալբերտի Մելքոնյանի կողմից Ֆիոնի համաձայն վերջինս նշել է հետևյալը. Պատվարժան դատարան, ես Մհեր Ալբերտի Մելքոնյանս պատրաստ եմ երաշխավորել ուսուցիչ ՀԿԴ 0332-25 քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունեցող Վարդան Ղուկասյանը քննության ընթացքում կդրսևորի բացահայտ վարքագիծ եւ կկատարի օրենքով իրավադրված պարտականությունները։ Հարգանքով Մելքոնյան, ստորագրություն։ Պնդում եք ձեր կողմից ներկայացված գնումը։ Պնդում եք։ Այդ ուտերակ եք, թե ինչ մեղադրանք է ներկայացվել մեղադրյալ Վարդան Ղուկասյանը։ Շնորհակալություն, նստեք։ Վահան Վարդանի Բիչավչյան։ Ձեր կողմից նույնպես ներկայացվել է դիմում, որի համաձայն ես Վահան Վարդանի Բիչավչյանս պատրաստ եմ երաշխավորել որդի ՀԿԴ 0332-0125 քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունեցող Վարդան Ղուկասյանը քննության ընթացքում կդրսևորի բացահայտ վարքագիծ եւ կկատարի օրենքով իրավադրված պարտականությունները։ Հարգանքով ստորագրություն հասկանում։ Պնդում եք ներկայացած դիմումը։ Դուք ներեք եք, թե ինչ է մերձավորվում մեղադրյալը։ Այո։ Շնորհակալություն, նստեք։ Նոր դիմում ստացվեց նաև Գառնիկ Դանելյանի կողմից համանման բովանդակությամբ։ Պարոն Դանելյան, պնդում եք ներկայացված դիմումը, դուք ևս տեղյակ եք մերձավորվող արարքի։ Այո, տեղյակ եմ, պնդում եմ, որ այդ միջնորդությանը միանում եմ եւ համոզված եմ, որ Քարագարժան Վարդան Ղուկասյանը այն խափանամիջոցով կա, յոլոչի կոչվողի եւ պնդում եմ, որ այդ խափանամիջոցը նաեւ մեր աշխատանքությամբ շնորհակալություն։ Շնորհակալություն, նստեք եւ ստացվել է Աժպատրոնիկ Գևորգ Մանուկյան, ես Աժպատրոնիկ Գևորգ Մանուկյանս պատրաստ եմ երաշխավորել որդի ՀԿԴ 0332-0125 քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունեցող Վարդան Ղուկասյանը քննության ընթացքում կդրսևորի բացահայտ վարքագիծ կկատարի օրենքով իրավադրված պարտականությունները։ Պարոն Մանուկյան, պնդում եք ներկայացված դիմումը։ Պատվարժան դատարան դատուձերի մի քանի կարծիք տակ։ Պատվարժան դատարան, մենք ներկայացնում ենք մի ազգային ժողով, որի աչքի առաջ արդեն տևական ժամանակ տեղի ունենում հանցագործություններ։ Մեր աչքի առաջ է եղել, որ Նիկոլ Փաշինյանը համակարգչով ստատուսներ է գրել Սամվել Կարապետյանի մասին եւ ազգային ժողովի դալիճից դուրս ենք եկել ԱԱԾ ոստիկանությունը Սամվել Կարապետյանի տանն էր ու հիմա ինքը գտնվում է անազատության մեջ։ Մենք ենք եղել ազգային ժողովի դալիճում, որտեղ Նիկոլ Փաշինյանը սպառնում էր Վարդան Ղուկասյանին ու այդ պաշտպանները խոսեցին ու Վարդան Ղուկասյանի դեմ տեղի ունեցավ այդ հարձակումը։ Մհեր Մելքոնյանի հետ եղել ենք Գյումրիի քաղաքապետարանում այն պահին, որ ամբողջ Հայաստանի ոստիկանական համակարգը լցրել էին Գյումրի։ Ու պետք է անկեղծ ասեմ, եթե Վարդան Ղուկասյանը այդ օրը չցանկանար որևէ կերպ իրավապահներին ենթարկվել, վստահեցնում եմ, որ դժվար թե որևէ մեկը կարողանա նրան քաղաքապետարանից հանել, որպեսզի որևէ բախում չլինի, որպեսզի ամեն ինչ լինի օրինականության շրջանակներում, Վարդան Ղուկասյանը ինքնակամ ներկայացավ։ Ես եղել եմ պատգամավոր, որ 2 օր շարունակ Հայաստանի տարբեր ժամանակավոր մեկուսարաններում գնացել եմ այն խեղճ ու կրակ գյումրեցիներին հատիկ տեսել եմ։ Զիբի աղբի մեքենայի վարորդ, հավաքարար, խնդիր հոգեկան խնդիր ունեցող, որոնց տասնյակներով բռնել են լոկ մի բանի համար, որ ասեն Վարդան Ղուկասյանը կազմակերպել է զանգվածային անկարգություններ։ Այդ բոլոր մարդիկ խեղճ ու կրակ արդեն անեկդոտ էր դառել, այդ ագնետուշիկելի համար առավոտը պարեկները բռնել էր, իրիկուն արդեն մեղադրանք առաջադրված բոլորին մեկուսացրել է։ Եվ այս առումով իրականում նայեք պաշտպաններ միջնորդում է տնային կալանք եւ այլ խափանամիջոցներ, հանրային մեղադրողներ հղում է տալիս, որ կարող է վկաների վրա ասել։ Նախ դատարանների կողմից տևական ժամանակ Հայաստանում այլևս քաղաքական նպատակներով կա եւս մի բաժի տեսակ, դա կոչվում է տեսակցությունների վրա արգել։ Ես որպես ազգային ժողովի պատգամավոր իրավունք չեմ ունենում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն այցելել։ Տեղակայել, որ հիմա ազգային ժողովում նախագիծ ենք շրջանառում, որպեսզի արգելքը պատգամավորների վրա չտարածվի։ Ինչի համար են անում։ Ուղղակի քաղաքական պատճառով ավելի խիստ պատժելու։ Այստեղ հանրային պաշտպանը ասում է, թե վկայի վրա կարող է ազդեցություն ունենալ։ Ենթադրենք կա այդպիսի վկա։ Վարդան Ղուկասյանը անազատության մեջ է, տեսակցությունների վրա արգելք կա,
ավելացրեք ընտանիքի անդամներն չտեսնի։ Եթե թող հանել մեղադրողը մի հատ վկայի անուն տա, այդ վկայի ցուցմունքը հարությունաշտան փոխեք։ Վարդան Ղուկասյանի ազատության մակարդակի հետ կապ չունի վկայի ազդեցություն։ Նույն այս հակակոռուպցիոն դատարանում արդեն 3 տարուց ավել գործ է քննվում, որի մասին 100 անգամ ազգային ժողովում խոսել է։ 170 քանի վկայի անվան տա, պատճառաբաները, որ 170 քանի վկական զինվորականներ կեսը Հայաստանում չեն, 3 տարի Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պահում էին անազատության մեջ, էլի նույն պատճառով, որտեղ Նիկոլ Փաշինյանը նրան կարգել էր որպես մեղադրյալ։ Եվ այս առումով որևէ խափանամիջոց սահմանափակում չի մտցնում, իսկ պատգամավորների երաշխավորությունը ամեն մեկը գիտակցում է մեր խոսքի արժեքը։ Եվ այս առումով այն պատասխանատվությունը բարոյական քաղաքական, որ ունի Վարդան Ղուկասյանը գյումրեցիների առաջ, եւս միացնում ենք մեր անհատական որպես պատգամավոր, որպես կուսակցության անդամ, Հայաստանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության անդամ, այդ ամբողջ պատասխանատվությունը, որպեսզի գիտեք իրականում շատ կարճ ասել, 18 թվականից Հայաստանում մի մարդ հարձակվում է ձեր դատական համակարգի վրա, դրա համար Դավիթ Գրիգորյանը, ձեր կոլեգա, մինչև հիմա իր իրավունքներն է պաշտպանում, պաշտպանելով ամբողջ դատական համակարգ, հարձակվում է զինվորականության վրա, հարձակվում է տեղական ինքնակառավարման վրա, աբսուրդ է, բայց Հայաստանի երկու խոշոր երրորդ քաղաքների քաղաքապետերը քաղաքական նպատակով անազատության մեջ են հայտնվում։ Լավ, հանուն մեր երեխեքի ապագայի կտրենք ես միտեղ, ասենք, որ չէ, կարան որոշում կայացնենք կոնկրետ Վարդան Ղուկասյանի խափանամիջոցը փոխելու համար, այսքանը, շնորհակալ եմ։